Իսրայելը հարձակում է սկսել Իրանի դեմ, ինչ անվտանգային խնդիրներ եք տեսնում Հայաստանի համար եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը այս դեպքում։ Ես ում բախտ նայող չեմ, եթե սկսի պատերազմը կամ բարեշեն, ինչ իմանաս։ Ուզում են կռվեն, թող կռվեն, ուզում են բարեշեն, թող բարեշեն, ես ինչ անեմ, ով ինչ կարող անի։ Շատ վտանգավոր է Հայաստանի համար, Սյունիքի համար առավել եւս։ Հարևան պետության վրա արձակվել են, ինչ վտանգ է։ Պարզ չի մեզ էլ հասնելու։ Ոչ բան չի Հայաստանում, դա Ամերիկայի արածն է։ Ինչպես ասում են, կամ Ամերիկան եթե չէ Ռուսաստանը պիտի հարածներ։ Հայաստանի ոչ բան չի երևի։ Մնում է Իրանի վերաբերմունքից, տեսես Իրանը ինչպես կվերաբերվի։ Մինչ այդ ասում էր, որ եթե հարված է մենք կպատասխանենք, բայց ես կարծում եմ ոչ էլ կպատասխանեն։ Որտեղ մեծ դերությունները չեն թողնի, եթե պատասխանի կարող է մեծ բան լինի, չեն թողի։ Յուրաքանչյուր իրեն պաշտպանության համար չի թողի։ Եթե այդ հարձակումից հետո լայնամասշտաբ լինի այդ պատերազմը, Ադրբեջանը կփորձի օգտագործել այդ պահը։ Նկատի ունեմ հարձակվել է Սյունիքի, որը Իրանին դա պետք չի։ Կախված է թե ինչ մասշտաբով կլինի հարձակումը։ Եթե մենք պետություն ենք, ուրեմն ունենք դիվանագետներ, քաղաքագետներ։ Նախ արդեն պիտի արածալներ, պաշտպանական գիծ ուժեղացնել, երկիրը հզորացնել, այսքան անտարբեր չլներ աշխարհի վիճակի հետ։ Ես իմ հույսս, անկեղծ ասած, Աստծո վրա է։ Ես շատ հավատացյալ մարդ եմ, իմ հույսս Աստծո վրա է, թե ինչ կլինի, ոնց կլինի, Աստված գիտի։ Միայն մի բան գիտեմ, որ բարիից բացի Աստված չի թողնի, որ Հայաստանը Աստծո սիրած երկիրն է։ Վատ բան չի պատահի մեր հետ։